Բրադվեյի վրա գտնվում է հենց այն Van Baker-ին, ժողովուրդ ջան, մի հատ մտնենք մեջը, տեսեք մեջը ինչեր կան։ Եկեք։ Արի։ Ահա խնդրեմ։ Հալվաներ, շոկոլադներ, սիրուն բաներ, հենա, այս տորթերը մի հատ նայեք, մարդու զոզերը գնում է ուղղակի Դուբայ շոկոլադից մինչև ցիրկի պերաշտի կարող եք ամեն ինչ տեղ առնել եւ շատ լավ հաց ուտել, բացի եթե կանաք նվերել տանենք ժողովուրդ ջան։ Ես որ մի ստեղից եմ օգտվում։ Եթե ունեք մեքենա, ուրեմն ունեք խնդիրներ։ Այ քեզ բան չունենայիք մեքենա, չեք ունենա խնդիրներ։ Իսկ եթե այնուամենայնիվ խնդիրներ ունեք, ապա Golden State մեքենաների արհեստանոցը ձեզ կօգնի բոլոր հարցերում։ Խնդրեմ։ Մեծ, սիրուն, լուսավոր եւ իհարկե շատ լավ վարպետներ էստեղ աշխատում։ Բարեդես կխոսենք հոգեբան Ունե Աղասյանի հետ, Սերգեյ Դանելյանի պոդքասթի շրջանակներում, բարեդես։ Իմ մասին խոսեցի երրորդ դեմքով, դա խնդիր է թե ոչ։ Եթե հաղորդման շրջանակներով դիտենք, ապա ոչ, բայց եթե հաճախ է դա դիտվում, ապա կարելի է մտածել դրա մասին։ Հաճախ չի, հա։ Գիտեք, ինչն է հետը միշտ զարմացրել այստեղ, որ տեսեք, ընտանեկան բռնությունները Հայաստանում բավական տարածված են, տարբեր պատճառներ կան, եւ միշտ մի պատճառ է բերվում, որ գիտեք, դե ժողովուրդը հասարակությունը տգետ է, մարդիկ սոցիալապես անապահով են, դրա համար տարբեր խնդիրներ կան, դրա համար են այսպիսի դեպքեր լինում։ Ստեղ կարծես թե սոցիալական վիճակը չի կարող շատ վատ լինել։ Ինչ վերաբերում է գրագիտության հետ, ապա ստեղ շատ ու շատ հնարավորություններ կա գրագետ դառնալու, բայց ստեղ ավելի շատ եմ լսում ընտանեկան բռնությունների մասին, քան թե Հայաստանում։ Լավ, ի՞նչն է պատճառը։ Ինչ եղավ ստեղ, ասենք, ի՞նչն է խնդիրը, որ ստեղ այդ բռնությունը բավական տարածված է։ Նախ սկսենք նրանից, որ ընտանեկան բռնություն ասվածը շատ բազմաշերտ երևույթ է։ Ունենք տարբեր տիպի բռնության տեսակներ, կա հոգեբանական բռնություն, ֆիզիկական, սեռական, տնտեսական բռնություն եւ նայած ինչի մասին ենք մենք խոսում։ Հոգեբանական բռնությունը առկա է ամենուր։ Բռնությունը չունի ազգային պատկանելություն, դա դիտվում է բոլոր ազգերում, բայց բնականաբար այն ազգերում, որտեղ երեխաների դաստիարակությունը ավելի կարծրատիպային է, մենք ունենք շատ լուրջ մենտալիտետի հետ կապված, հա, նաև խնդիրներ, ավելի վառ է արտահայտված։ Միշտ չէ, որ սոցիալական ծանր պայմաններն են բռնության առաջացման տրիգեր լինում, հա, պատճառ հանդիսանում։ Բռնությունը միշտ կա, եղել է, ուղղակի բարձրաձայնման աստիճաններն են փոխվել։ Այստեղ ընտանիքները, ինչպես եւ Հայաստանում, գիտեք, երբ որ խոսում ենք Ամերիկայի մասին, եկեք առանձնացնենք Ամերիկան որպես երկիր եւ Ամերիկան, որտեղ ապրում են հայերը։ Որտեղ հայերը նույնպես ապրում են իրենց փոքրիկ համայնքով, ունեն նույն մտածելակերպը շատ հաճախ, ունեն նույն դաստիարակությունը, ինչը որ ստացել են իրենց ծնողներից, եւ նմանատիպ դեպքեր ցավոք շատ են։ Ինչի է այստեղ ավելի շատ, որտեղ բարձրաձայնում են ավելի շատ, որտեղ այստեղ կանայք շատ ավելի լավ գիտեն իրենց իրավունքները, շատ ավելի տեղեկացված են, գիտեն ինչպես իրենց պաշտպանել եւ այստեղ կան օրենսդրական կարգավորումներ ամենակարևորը եւ իրենք գիտեն, որ եթե իրենք դիմեն, բարձրաձայնեն այդ հարցի մասին, իրենք անպայման կստանան աջակցություն։ Խնդիրը սրանում է։ Իսկ հոգեբանական բռնությունը մարդիկ կարող են շատ երկար տարիներ միասին ապրել, բայց ոչ բռնարարը, ոչ էլ զոհը անգամ չգիտակցեն, որ իրենք հանդիսանում են բռնության, հոգեբանական բռնության զոհ։ Այստեղ շատ երկակի է։ Միշտ որ խոսում են բռնության մասին, չգիտես թե ինչու հիշում են կնոջը։ Հասկանում եմ, որ իհարկե կինը ավելի շատ է բռնության ենթարկվում, քան թե տղամարդը, բայց եղել են ձեզ մոտ դեպքեր, երբ որ բռնության եւ երևի թե տվյալ դեպքում հոգեբանական բռնության ենթարկվում է տղամարդը։
Ինձ մոտ նմանատիպ դեպքեր չեն եղել, շատ ավելի հաճախ ցավոք կինն է ենթարկվում բռնության, հատկապես հայկական իրականության մեջ։ Գիտեք, ամեն ինչը գալիս է ընտանիքից, ընտանեկան դաստիարակությունից։ Այ մենք ինչպես ենք մեծացնում մեր տղաներին եւ ինչպես ենք մեծացնում մեր երեխաներին։ Եթե շատ հանրամատչելի լեզվով ասել, մենք տղաներին մեծացնում ենք որպես ագրեսոր, ագրեսիվ, միշտ ինքնապաշտպան, սովորիր քեզ պաշտպանել, այ որ քեզ կխփեն հանկարծ չխեղճանաս։ Իսկ կանանց մենք մեծացնում ենք որպես հնազանդ։ Դու պետք է լինես համեստ, հնազանդ, ձայն չբարձրացնես, գլուխ չբարձրացնես։ Դա եկել է դարերի վեր, չնայած որ հիմա կարծում եմ պատկերը փոքրինչ փոխվել է, որի համար ես շատ ուրախ եմ։ Այսօր երիտասարդ աղջիկներ ավելի լավ գիտեն իրենց իրավունքներ եւ կարողանում են իրենց պաշտպանել, բայց ցավոք ընտանեկան բռնության հիմնական զոհը դեռևս շարունակում են լինել կանայք։ Միգուցե դա այդպես է կարծում, որովհետև դիմում են ավելի շատ կանայք։ Ինչպես դուք ասեցիք, հայկական միջավայրում ենք ապրում, դրա համար է այդպես, որովհետև ես չեմ համարում, որ այն բեռը, որ դրված է տղամարդու ուսերին եւ այն նախատինքները տղամարդու հանդեպ, որ փող չես աշխատում, դիվանին պարկած ես սաղորը, դա բռնություն չի համարվում։ Իհարկե, դա նույնպես հոգեբանական բռնության տեսակ է, բայց ցավոք, այլ տղամարդիկ բնականաբար դրա մասին շատ չեն բարձրաձայնում, որտեղ դա ամոթ է, շատ ամոթ է տղամարդու համար ընդունել, որ ինքը որևէ տիպի բռնության զոհ կարող է լինել։ Սրանք տարբեր մոտեցումներ են ու էլի գենդերային խնդիրն է։ Այդ սոցիալական դերը մենք կնոջ եւ տղամարդու ինչպես ենք ընկալում, ինչ վերաբերմունք կունենան մեր նկատմամբ հասարակությունը, հա, ինչպիսի վերաբերմունք կունենա մեր նկատմամբ, եթե մենք խեղճանանք կամ ցույց տանք, որ ընտանիքում մեզ վրա կարող է բռնություն գործադրվել։ Այդ դուք որպես հոգեբան կամ որպես կին ուղղակի չեք համարում, որ այն բեռը իսկապես որ դրված է տղամարդու մանավանդ օտար երկրում փող աշխատելու, ընտանիքը պահելու, որ դա իսկապես տղամարդը ունի հոգեբանական աջակցության կարիք։ Միանշանակ այսօր կյանքի պայմանները շատ են բարդացել եւ միանշանակ տղամարդու վրա այդ բեռը դերը ավելի շատ է լինում, բայց հավատացնում եմ ձեզ, որ այս երկրում հատկապես շատ ընտանիքներում կանայք հավասարաչափ աշխատում են եւ հավասարաչափ կիսում են տղամարդու բեռը։ Չխոսենք այն ընտանիքների մասին, որտեղ հիմնականում կանայք վայելում են կյանքը, իսկ տղամարդիկ ծանր աշխատում են, բայց այստեղ շատ նորմալ է դիտվում, երբ որ եւ տղամարդը եւ կինը կիսում են ընտանիքի եւ ծախսերը եւ հոգսերը միասին։ Ուղղակի խնդիրը այն է, որ տղամարդու վրա միայն ֆինանսական բեռն է, իսկ կնոջ վրա հաճախ ընկնում է եւ ֆինանսական բեռը, եւ ընտանիքի բարօրությունը, եւ երեխաների խնամքը, այսինքն ծանրաբեռնվածության տեսանկյունից եթե խոսել, դրանք անհամեմատելի են միանշանակ։ Դուք ասացիք, որ կինը նույնպես տղամարդու հետ հավասար աշխատում է։ Այո։ Այդ երբ արինում, որ այսինքն ով է մեղավորը, որ բռնություն ա լինում, արդյոք կինը չի հասցնում տղամարդուն այն աստիճանի, որ ինքը հոգեբանական այնքան ճնշված է, որ ուզած արդեն գնում է ֆիզիկական բռնության։ Ֆիզիկական բռնությունը երբևէ որևէ պարագայում արդարացում չունի։ Անկախ նրանից կինն է դա հասցնում հոգեբանական երկարատև, հա, ճնշման ազդեցությամբ ֆիզիկական բռնությունը չունի որևէ արդարացում եւ դրա մասին պետք է անհրաժեշտ է բարձրաձայնել։ Եթե տղամարդը շատ երկար ժամանակ ենթարկվում է հոգեբանական բռնության եւ այլևս չի կարողանում դա հանդուրժել, դրա համար կան շատ այլ եւ տարբեր ճանապարհներ։ Ֆիզիկական բռնությունը որևէ արդարացում չի կարող ունենալ։ Ես հիմա մի ներկայացում եմ պատրաստում ընտանեկան բռնության մասին, թեև կլինի բեմ կբարձրանա դեռ չգիտեմ եւ այդ ներկայացումը հիմնված է ռեալ кейսերի վրա։ Նու բնականաբար անունները փոխած է, տեղանունը եւ այլն։ Եվ այնտեղ հենց տղամարդն է բռնության զոհ եւ դատարանը իրան սպանում է կնոջ ուղակի, կոշիկով, այսպես ասած, հա։ Եվ դատարանը իրան արդարացնում է, պատկերացրեք, որովհետեւ աֆեկտիվ վիճակում էր նա գտնվում եւ դա այդպիսի բռնություն է կատարել, հա։ Դուք ունեք ձեր кейսերում, ձեր պրակտիկայում այդպիսի դեպք, որ
տղամարդուն հետո արդարացնում են, որ նա այդպիսի բան արեց, ասենք, ծեծեց գնում, անպայման չի սպանել, այլ ուղղակի գնացել է բան։ Չեք ունեցել։ Չգիտեմ, չեմ հանդիպել նման դեպքերի, հատկապես այս երկրում, երբ որ տղամարդը ֆիզիկական բռնություն գործադրի կնոջ կամ երեխայի վրա եւ հետո դա որևէ կերպ ունենա արդարացում, որովհետեւ շատ օրենսդրական կարգավորումները շատ հստակ են։ Այ խորքային պատճառները հոգեբանական, թե դա ինչի հիման վրա տեղի ունեցավ, ինչ երկարատև ստրեսոգեն գործոններ ազդեցին, շատ ավելի դժվար է եւ շատ ավելի հակասական է ուսումնասիրել եւ խորանալ։ Մենք ունենք արդյունքը։ Մենք միշտ հանգում ենք արդյունքից, ինչ տեղի ունեցավ, եւ ամենակարևորը այս պարագայում պետք է լինեն կանխարգելիչ գործոնները։ Այսինքն ինչպես անել, որ թե տղամարդու կողմից, թե կնոջ կողմից դա լինի անհանդուրժելի եւ ոչ թե դիմանան հասնի նրան, որ ֆիզիկական բռնության գործը հասնի, կապ չունի որ կողմից, նոր դիմեն օգնության։ Շատ կարևոր է այստեղ հոգեբանական ծառայության հենց մատուցումը։ Շատ կարևոր է այնքան տեղեկացված լինել եւ այնքան ունենալ սոցիալական գիտակցություն, որ ճիշտ ժամանակին, եթե կա ընտանիքում խնդիր, եթե մենք իրար չենք հասկանում, եթե որևէ մեկիս պահանջմունքները անտեսված են, բավարարված չեն եւ մենք միասին չենք կարողանում այդ խնդիրը լուծել, դիմել երրորդ մարդու, այն է մասնագետի, ցանկալի է մասնագետի անպայման դիմել եւ չհասցնել իրավիճակը այն հանգրվանին, որը ցավոք շատ հաճախ լինում է եւ լինում են անդառնալի արդեն իրավիճակներ, որը իրականում շատ ցավալի է, բայց ցավոք ստատիստիկան դեռևս ցույց է տալիս, որ բռնարարքի զոհը հիմնականում լինում են կանայք եւ ֆիզիկական բռնությունը դա վերջաբանն է։ Սկզբում լինում է հոգեբանական բռնությունը, տնտեսական բռնությունը, սեռական բռնությունը եւ վերջաբանը, որովհետեւ դա անպատժելի է լինում շատ երկար ժամանակ, կրում է կարծես քրոնիկ բնույթ եւ վերջաբանը լինում է ֆիզիկականը։ Եվ չունենալով այլընտրանք կինը դիմում է փախուստի այդ իրավիճակից եւ փորձում է որևէ տեղ իրավական, հոգեբանական առումով փորձել օգնություն գտնել։ Սա շատ ցավալի երևույթ է եւ այստեղ ամենակարևորը նորից պետք է կրկնենք, որ ընտանիքները ստեղծվում են երկու առողջ կամ անառողջ մարդկանց կողմից։ Մենք ինչպես ենք դաստիարակում այդ երեխաներին, որոնք հետո պետք է լինեն ընտանիքի տղամարդ կամ ընտանիքի կին։ Ինչն ենք կարևորում իրենց մեջ։ Այստեղից ամեն ինչը գալիս։ Երեխաների դաստիարակությունը մեծ մասամբ պատմականորեն է այդպես եկել, որ մանավանդ ամենասկզբում մինչև 3 տարեկան դա կնոջ առաքելությունն է, այո։ Զուտ ֆիզիոլոգիական է այդպես, կերակրում է, խնամում եւ այլն։ Տղամարդը աշխատանքի է, կարող է գա հետո գա ասենք երեկո այդ խաղա, բայց դա մեծ մասը կնոջ է։ Չեք համարում, որ այդ երեխան եթե եթերային բառով ասած ուռոդ է մեծանում, այսպես ասած, մանավանդ այդ տղամարդ, դա կնոջ մեղքն է ավելի շուտ, որ նա այդպիսի տղամարդ է դաստիարակել, այլ ոչ թե տղամարդուն։ Որովհետեւ տղամարդն է հետո կին ունենում, հետո դառնում հայր, պապիկ եւ այլն։ Կնոջ դերը շատ մեծ է երեխայի դաստիարակության մեջ, բայց եթե մենք ունենք ընտանիք, որտեղ կա անառողջ փոխհարաբերություններ, այստեղ կարևոր չի թե պապան առանձին երեխային ինչպես է սիրում, մայրը առանձին երեխային ինչպես է սիրում, ինչպես է խնամում, ամենակարևորը թե իրենց միջև միջանձնային փոխհարաբերությունները ինչպես են դրսևորվում եւ այդ երեխան որպես ընտանիքի սոցիալ դերային մոդել ինչ է վերցնում իր ապագայի համար։ Այո, կնոջ դերը շատ մեծ է։ Կինը, մայրը, ես միշտ ասել եմ, ես իմ ծնողներին եմ շատ ասում, պետք է կրթված լինի, կիրթ լինի։ Դրա համար պարտադիր չի ունենան շատ տարբեր դիպլոմներ։ Պետք է ինքնակրթությամբ զբաղվել, պետք է շատ կարդան։ Եթե մեր տատիկների ժամանակ այդ ինֆորմացիան շատ սահմանափակ էր, իրենք ապրում էին շատ կարծրատիպային, իրենց փոքր միջավայրում ունեին այն, ինչ որ տեսել էին, իրենց ադաթները եւ այլն, հիմա փառք Աստծո լայն այս անհավանական ինֆորմացիայի դաշտ է, որտեղ կարող են ծնողները կրթվել, կարող են կարդալ, կարող են ճանաչել իրենց երեխաներին եւ կարող են ճիշտ ձևով նրանց դաստիարակել։ Երեխայի առողջ, հոգեպես առողջ երեխայի դաստիարակության մեջ ամենակարևոր գործոնը սերն է։ Եթե տղամարդը, աղջիկը իր ընտանիքում սիրված է, ոչ թե խնամված է, ոչ թե իրան լավ են պահել, ոչ թե լավ շորեր են հագցրել,
այլ սիրված է, իր վրա ժամանակ են ծախսել, իր վրա ներդրում են արել, ճիշտ ժամանակին միջև 1 տարեկան, 3 տարեկան ինքը անցել այդ տակտիլային շփման փուլը, հա, իրեն սիրել են, գուրգուրել են, շոյել են, ասել են, որ դու շատ լավն ես, մենք քեզ սիրում ենք, մենք քեզ ընդունում ենք անկախ նրանից, դու ճիշտ կանես, սխալ կանես քո վարքը, իրենք որպես կանոն մեծանում են արժանի, հոգեպես առողջ եւ պատրաստ ընտանիք կազմելու սուբյեկտներ։ Եթե ոչ, ապա եւ աղջիկ մեծացնելը եւ տղա մեծացնելը կարող է կործանարար լինել հետագայում ընտանիք ինստիտուտի կայացման համար, որտեղ այսօր ցավոք ընտանիք ինստիտուտը այլևս կորցնում է իր արդիականությունը եւ մենք ունենք շատ դեպքեր, երբ որ անգամ չկա ֆիզիկական բռնություն, հա, ուղղակի իրար լավ չեն հասկացել, էլ իրար այնպես չեն սիրում, ինչպես սկզբում էր եւ ասում են չենք ուզում իրար հետ ապրել։ Գիտեք, փոքր ժամանակ ամենայն դեպս իմ երիտասարդության ժամանակ կային ինչ-որ կարծատիպեր չասեմ, որ կային օրենքներ, ինչն է լավ, իսկ ինչն է վատ։ Այո։ Հիմա եկեք մենք պարզենք։ Տանը կա երեխա աղջիկ եւ երեխա տղա։ Տղան գալիս է տուն մանկապարտեզից, կամ չգիտեմ, դպրոցից։ Եվ աղջիկան ասում է, վայ, աղբերդ եկավ։ Մենք նրա կոշիկները բեր, մի հատ սեղանը փռի, մի հատ բան եւ այլ։ Դա բայց բռնություն չի է, այդ աղջիկը ուրախ ասում, վայ, աղբերս եկավ, աղբերս իմ աստվածն է, այնպես ինչպես հայրս մորս համար եկավ, սա սեղան պիտի նստենք բոլորս միասին, բան, պապան չի եկել, չէ մի կերեք, մինչև պապան չգա եւ այլ։ Դա առողջ հարաբերություններ թե ոչ։ Հենց այս շատ լավ օրինակ բերեցիք։ Ինչ է դա նշանակում։ Մենք տղային ի սկզբանե սովորեցնում ենք իշխել, իսկ կնոջը սովորեցնում ենք ծառայել։ Սրանք շատ կարևոր դրույթներ են եւ շատ ծայրահեղական, որը մեր ազգի մեջ ցավոք շատ մեր ազգին բնորոշ է։ Մենք ծայրահեղ լավն ենք կամ ծայրահեղ վատը, ծայրահեղ սիրում ենք կամ ծայրահեղ անտեսում ենք, սա մեր ողբերգությունն է, ես կարծում եմ։ Ամեն ինչի մեջ պետք է գտնել ոսկե միջինը։ Չկա այդպիսի մի բան, որ ես դեմ եմ այն հարաբերություններին, որտեղ ասում են կինը եւ տղամարդը հավասար են։ Այ ինչ կինը ուզում է պետք է անի, ոչ, այդպես չի եւ այդպես չի կարող կառուցվել ընտանիքը։ Ես կարծում եմ, որ կարծրատիպը եւ մենտալիտետը շատ գոյապահպանական իմաստ ունեն, հատկապես այնպիսի փոքր ազգերի ու երկրների համար, ինչպիսին հայ ազգն է։ Եթե մենք սկսենք շատ տարվել այդ ինֆորմացիայի լայն հոսքով, գլոբալիզմի գաղափարներով, որ միայն եսն է կարևոր եւ այլն, մենք շատ արագ կկորցնենք այն, ինչ այսօր դեռևս կոչվում է հայ ազգ, հայ ընտանիք, որովհետև գիտեք շատ հաճախ այսպեսի օրինակ բերեմ, երբ որ հայ կանայք ամուսնանում են օրինակ օտարազգի տղամարդկանց հետ, ինչի են միանգամից այդ օտարազգի տղամարդիկ վերցնում, մտնում հայկական միջավայր, շատ սիրով դա ընդունում, որտեղ հենց ընտանիքի մոդելը եւ ընտանեկան հարաբերությունների ջերմությունն է, որ միանգամից իրենց գրավում է, որը շատ դրական երևույթ է իրականում։ Եվ եթե մենք չընկնենք ծայրահեղությունների գիրկը, այլ փորձենք ստեղծել ու կառուցել հոգեպես առողջ ընտանիքներ, որտեղ կլինեն խնդիրներ, կլինեն վեճեր, միանշանակ այդպես չի կարող իդեալական ամեն ինչ լինել, բայց երբեք ոչ մի բանը ծայրահեղության մեջ չի կարող առողջ լինել։ Նենց անշոշափելի է ձեր ասածը, որովհետև նախ չգիտես որն է, որտեղ այդ կարմիր գիծը, երկրորդը ինձ թվում է մեր խնդիրը հայերիս մոտ, ոչ թե երեխային սիրել կամ չսիրելն է, որովհետև չկա այդպիսի հայր, որը չսիրի, ասենք, չճմկտի, չկծի, չպաչի, ասենք, եւ չկա այդպիսի մայր, որ չսիրի երեխան։ Ինձ թվում է ամենակարևորը մենք չունենք հարգանք երեխայի նկատմամբ, որովհետև սիրելը, ես չեմ կարծում, որ մենք ինչ-որ մեկս մեր ծնողները չէին ուզում, որ մենք լավ հագնված լինենք կամ լավ կամ կուշտ լինենք, այդպիսի հայ ընտանիք գրեթե չկա, բայց երեխային ընդունել որպես անձ, եւ դա էլ է ինչ-որ էլի շատ անբռնելի մի մաս, որով երեխան ասում է, ուզում եմ մատերս կողեմ շտեպսելի մեջ։ Չես կարող ասես, հա դե ինքը երեխայի ընտրությունն է, սուվերեն իրավունքն է եւ այլն։ Հա, բայց պիտի որտեղ է այդ
այդ սահմանը երեխային հարգելու, որ նա նախ չկործանվի, որովհետև կան վտանգներ, բայց եւ հասկանա, որ ինքը անձ է, այ որ հետագայում ինքը լինի նորմալ հայր կամ նորմալ մայր, այ որտեղ է այդ Սկսենք նախ սիրված լինելու գաղափարից, սիրել բոլորը սիրում են իրենց երեխաներին, բայց թե այդ երեխաները ինչպես են այդ սերը ընկալում, դրանք տարբեր են։ Երեխային մեր կարծիքով, օրինակ, շատ ծնողների, դե ես ոնց կարող ես իմ երեխային չսիրեմ, բայց սիրում եմ, աշխատում եմ իր համար, ամեն ինչ անում եմ, շորեր եմ գնում, այնպես եմ անում, որ ինքը լավ կրթություն ստանա, բայց արդյոք երեխայի համար դա բավական է, իրեն ապահով զգալու, իր ինքնագնահատականը բարձրացնելու եւ սիրված լինելու համար։ Դրանք շատ հակասական եւ շատ, այսպես, շատ նուրբ թեմաներ են։ Միշտ չի, որ մենք սիրում ենք այնպես երեխային, որ երեխան դա զգա, որ ինքը սիրված է եւ ինքը պաշտպանված է։ Երկրորդը, ինչ ասել է երեխայի նկատմամբ հարգանք, շատ հոգեբաններ նույնիսկ ասում են, որ երեխաների հետ շատ կարեւոր է ունենալ ընկերական հարաբերություն։ Երեխայի հետ ընկեր լինես, հա, որ նա քեզ հասկանա։ Ճիշտն ասած, ես դեմ եմ այդ գաղափարին, որովհետեւ կարծում եմ, որ ծնող երեխա հարաբերությունները միշտ այլ հարթության վրա պետք է լինեն, քան ընկեր։ Դու ընկեր կարող ես դառնալ քո երեխայի հետ, երբ որ նա արդեն հասուն մարդ է։ Բայց փոքր տարիքից, հա, այդ հավասարը, ինչ ուզում ես արա, իսկ դու ինչպես ես որոշում, էլի ընկանք ծայրահեղությունների գիրկը։ Մենք պետք է պաշտպանենք երեխային, պետք է ուղղություն ցույց տանք նրան, այ որ էլեկտրականության մեջ մատդ մտցնես, դա շատ վտանգավոր է, դա շատ վատ է։ Մենք պետք է ուղղություն ցույց տանք, մենք պետք է ուղղություն ցույց տանք երեխային, ինչպես ճանաչել աշխարհը։ Երեխան ընտանիքում պետք է իրեն պաշտպանված գա։ Երբ որ երեխան դպրոցում ունի խնդիր, առաջին տեղը, որտեղ նա պետք է վազի, դա իր տունն է։ Երբ որ երեխան պաշտպանությունը փորձում է գտնել այլ մարդկանց մոտ, օրինակ, երեխան գնում է դպրոց, այստեղ շատ հաճախ, հա, ինձ պապաս օրինակ խփել է կամ մամաս հարվածել է եւ այլ, ի՞նչ է նշանակում։ Արդեն հարաբերությունները խաթարված են, որտեղ երեխան պաշտպանությունը գտնում է օտար տեղ, լրիվ օտար մարդկանց մեջ, այլ ոչ թե իր ընտանիքում։ Եթե ընտանիքում այդ խփելը ծեծելը կա, ասենք երեխան ոնց կարա բացատրի մամա մի խփի կամ պապա ինչի մարես ասենք ինձ ասենք դա այդ երրորդ անձը ով է վազի հոգեբանի մոտ երեխան չի վազում հոգեբանի մոտ սկսենք նրանից խոսքը հենց նրա մասին էր որ առողջ եւ կիրթ ծնողները պետք է ծնող դառնան իրականում ցավոք մենք չունենք ծնողավարման ինստիտուտ ցավոք չունենք դպրոցներ որտեղ սովորում են ծնող դառնալ մենք բոլորը սովորում ենք մեր սխալների մեր փորձի հիման վրա ասել ես հոգեբան եմ եւ ես իդեալական ծնող եմ չկա տենց բան իդեալական ծնողներ չկան մենք ուղղակի պետք է փորձենք ճանաչել մեր երեխային եւ ամենակարևոր բանը որ մենք շատ հաճախ անում ենք երեխային ընկալում ենք որպես սեփականություն այո մեզնից մեր մի մաս հա եթե դու տունն ես երեխան գարաժն է այո գիտեք ինձ ճիշտ է միշտ հետարքրել մեր հայ հասարակությունում չգիտեմ ուրիշ հասարակություններում ինչպես է երևի թե նույն խնդիրը կա մենք եթե ասենք շենք է սարքում այդտեղ կա ինչ որ շինարարական նորմեր դա պիտի ունենա զուգարան կանալիզացիա պարկինգ բան եւ այլն այդ դեպքում հակառակ դեպքում շենքը չեն ընդունում բայց երբ որ ընտանիք են կազմում այդ նորմերը չկան չկա ինչ-որ մի ինստիտուտ որ ասում է ծայ ծնողավարման կամ ընտանիքավարման շենքի բարգա ինչ որ ինստիտուտ որը որ մինչև երիտասարդները որոշել ամուսնանան որ ինչ որ մի դասընթացներ կոպիտ է հնչում, բայց ինչ-որ մի ինստիտուտ ինչ-որ պիտի լինի, չէ, որ մարդիկ հասկանան ինչ է իրանց սպասում, որովհետև ընտանիքը մենակ սեքսը չի, և միայն սերը չի, հարգանքն է, ընդհանուր հիպոթեկն է, չգիտեմ, ընդհանուր մեքենան, ընդհանուր տարածքն է, որ պիտի կիսեն, նույն զուգարանն է, որից պիտի օգտվեն, և բազմաթիվ խնդիրներ, որոնք որ սիրո հետ ոչ մի կապ չունեն։ Եվ երիտասարդները մանավանդ հայերը ամուսնանում են զուտ բիոլոգիական իրենց հորմոնալ ինչ-որ տենց բաների պատճառների արտահայտումների պատճառով հա ուզում են բազմանան ուզում են օրինականացնեն իրենց ասենք իրար հետ քնելը կամ չեն քնել բայց պետք է քնեն մի վերջ իսկ դա էլ է ասում դա ընտանիքի հետ գրեթե կապ չունի դա ընտանիքի մի մասն է puzzle-ի մի փոքր մասը
Հայաստանում այդ ինստիտուտը չկա, չի գործում, բացարձակ։ Երեխաներին պսակում են մինչև հիմա կա, որ ասենք պայմանավորվում են նոր են պսակում 17-րդ դարի բանով էլ է, հիմա չկարծեք թե Հայաստանում, թեպետ Հայաստանում էլ եք աշխատում, գիտեք։ Այստեղ Ամերիկայում նույն հայերի կողմից, չեմ ասում մեզ սովորացնեն մեքսիկացիները, չէ։ Արդյոք հնարավոր չի ստեղծել ինչ-որ ինստիտուտներ, դեռ ավելի լիցենզավորված ինստիտուտներ, որ երեխաներին չթողնեն ամուսնանան, մինչև իրենք չանցնեն այդ դասընթացները։ Առաջինը սկսենք նրանից, որ այստեղ շատ հաճախ ընտանիքները կազմեն, թե հայերի մասին չխոսենք, ընտանիք կազմելուց առաջ մարդիկ երկար ժամանակ իրար հետ ապրում են, ուղղակի կենցաղ են կիսում իրար հետ հասկանալու համար, իրենք իրար համապատասխանում են, թե չէ, որտեղ միջև մի հարկի տակ չես ապրում մարդու հետ, շատ ու շատ բաներ դու չես կարողանում բացահայտել նրա մասին, չէ, որովհետև մենք բոլորս, երբ որ իրար հետ ուղղակի շփվում ենք, մենք ցույց ենք տալիս մեր լավագույն կողմերը, դա բնական է։ Այստեղ երիտասարդները կարծում եմ մի քիչ ավելի ազատ են։ Չնայած կան դեռ շատ այսպես հետադիմական հայացքներով, կարծրատիպային, հա, բայց երեխաները այստեղ մեծացող փոքրինչ ավելի ազատ են, ավելի լավ գիտեն իրենք ինչ են ուզում այս կյանքից եւ ինչ սպասելիքներ ունեն։ Իրականում խնդիրը միշտ առաջանում է սպասելիքների անբավարարությունից։ Երբ որ դու շատ մեծ սպասելիքներ ունես, կյանքից, ամուսնությունից, ընտանիքից, աշխատանքից ֆրուստրացիան ու հիասթափությունը անխուսափելի է։ Բայց դա էլ է կրթության։ Դա էլ է կրթության։ Օրինակ ես մի բան եմ լսել, որ մեծ վիշտը ունի մի քանի փուլ, չէ՞։ Սպիսան համաձայնություն, հետո շղթման փուլ, հետո կամաց մերվելու փուլ, հետո այդ դարդի հետ ապրելու փուլ։ Սերը նույն բաները, փուլերն ունի։ Սկզբից վայ, նույն գիքն ենք սիրում, վայ, նույն երաժշտությունն ենք սիրում, նույն գույնն ենք սիրում։ Հետո կամաց գալիս են չէ տարբերությունը, չէ, ես սա սիրում, դու սա չես սիրում։ Երրորդ փուլը այնա, որ ես չեմ տանում քո չսիրել ես, որ նասկից տեղ դրել ես, սկսում են այդ հակադրությունը։ Միգուցե պիտի այդ հակադրությունը գա, հետո որոշեք դուք ամուսնանում եք իրար հետ թե ոչ։ Իսկ այդ ինստիտուտը կարծում եք, որ պիտի իրար հետ ապրեն նոր հասկանան, թե հայկական իրականության մեջ եւ Հայաստանում մի քիչ դժվար եմ դա պատկերացնում, չնայած որ կան շատ ընտանիքներ, շատ ամուսիններ, որոնք միասին ապրում են, բայց օրինականացված չեն հարաբերություններ, բայց նրանք համարվում են ամուսիններ այս պարագայում։ Միասին ապրելը, այո, շատ կարեւոր է, բայց ելի ծայրահեղությունների գիրկը նորից վաղը նրա հետ եմ ապրում, այսօր սա չհավանեցի, վաղը նրա, էլի խոչընդոտներ ու խնդիրներ են այս պարագայում առաջանում, հա։ Մենք ոնց ենք կին ընտրում, ոնց ենք մայր ընտրում եւ ինչպիսին ենք կամ տղամարդ ընտրում եւ ինչպիսին ենք պատկերացնում մեր ընտանիքը։ Գիտեք, սերը ցավոք ընտանիքի ստեղծման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Սերը բազբանալու համար է։ Սերը առաջնային փուլն է, երբ որ դու մարդուն ճանաչում ես, համակրում ես, կա ֆիզիկական կամ քիմիական, այսպես ասած, ձգողություն, բայց դա դեռ բավարար չէ երկարատև հարաբերություններ, որտեղ ես գիտեմ շատ սիրահարված զույգերի, որոնք 5-6 տարի իրար հետ հանդիպել են, մեծ սեր են ունեցել իրար նկատմամբ, բայց մի տարի միասին ապրելուց հետո բաժանվել են։ Այսինքն առաջին կարևոր նախապայմանը դա միմյանց անձի նկատմամբ հարգանքն է եւ հանդուրժողականության պատրաստակամությունը։ Եթե ես ամուսնանում եմ եւ պատրաստ չեմ հանդուրժել դիմացինիս թերությունները, խնդիրները, չկա դիալոգ մեր երկուսի մեջ, չկա երկխոսություն, մենք պատրաստ չենք քննարկել մեր խնդիրները, սա շատ ցավալի երևույթ է, շատ սարսափելի եւ հանգրվանը լինում է կամ բաժանությունը կամ այս կամ այն տիպի զաճուզած ապրել։ Ես կարծում եմ, որ դպրոցում մենք հայերը շատ սխալ ենք հասկանում սեռական դաստիարակություն խոսքը։ Մեզ թվում է սեռական դաստիարակությունը անպայման սեքսն է։ Դա տենց չի։ Ի վերջո հենց անգլերենում կա սեքս բառը, դա սերն է, դա հենց ակտը չի։ Անցնում են արդյոք ստեղ Հայաստան գիրոջան չեն ասնում, Հայաստանը հույս չունեմ, որ երբևիցե կանցնեն։ Անցնում են արդյոք այդ փուլերը, որովհետև տեսեք, մեծ հաշվով սերը բնությունը ստեղծել է նրա համար, որ մարդ բազմանա եւ
բնությունը չի ստեղծել նրա համար, որ միասին ապրեք կամ ոչ, չէ։ Օրինակ կենդանիների մոտ շատ հեշտ է դա։ Կա կտղուցկային շրջան, երբ որ իրենք իրար հետ հարաբերվում են, կենդանիները ծնվում է ձակը թե չէ, վերջ, իրենք իրար հետ չեն ապրում։ Գիտեք, կներեք կտրեմ, այստեղ շատ կարևոր մի բան կա։ Մենք ինչով ենք տարբերվում կենդանական աշխարհից եւ ինչի համար ենք ընտանիք ստեղծում։ Այ այդ եմ ասում։ Մենք կարող ենք երեխաներ, այս գիտությունը այնքան է զարգացել այսօր, որ երեխաներ եւ բազմանալ կարող ես առանց սիրո եւ առանց ընտանիք կազմելու։ Թե ցավոք, թե ի ուրախություն շատ երիտասարդ կամ ոչ արդեն երիտասարդ կանանց այդ հնարավորությունը տրվում է եւ կա։ Այսօր այստեղ դպրոցներում այո անցնում է սեռական դաստիարակություն, անցնում են համապատասխան տարիքում, դա ընտրողաբար է, եթե ծնողը տալիս է իր թույլտվությունը, երեխան անցնում է այդ դասընթացը, որը շատ կարևոր է սեփական մարմինը, սեփական եսը ճանաչելու, տարիքային զարգացման առանձնահատկությունները հասկանալու համար եւ սեփական մարմնի սահմանները հասկանալու համար։ Այ երբ որ մենք սկսում ենք երեխային սովորեցնել, որտեղ է սկսվում իր սահմանները, իր մարմնի եւ որտեղ է այն ավարտվում, հոգեբանական, ֆիզիկական դաշտում նա շատ ավելի պաշտպանված եւ ապահով է լինում։ Ճիշտ է, ես չհասկացա այդ սահմանները ո՞ր։ Սահմանները, այսինքն դու ինչպես ես ճանաչում եւ ինքդ քեզ, քո մարմինը, քո պահանջմունքները, քո հոգեբանական առանձնահատկությունները եւ ինչքան ես դու թույլ տալիս դիմացինին դրանք խաթարել։ Ինձ թվում է, որ ասենք միայն հայերին է բնորոշ, չէ։ Հայրն է բնորոշ, որով հետ ենք մնացել, բայց իրականում դա քրիստոնեական խնդիր է, որովհետև հենց քրիստոնեությունն է ասում, որ այդ նույն այդ մարմինը ճանաչելու, նույն սեքսը եւ այլն, դա ինչ որ մի վատ եւ ամոթ բան է, ըստ երևույթին այդ լեգենդը Մարիամ Աստվածածնի մասին, որ նա այսպես օթից, չգիտեմ, հրեշտակից հեղիացել բաման, կամ իր ամուսինն է այդ օրը տունը չի եղել, կամ դա լեգենդ է իրականում եւ դա պիտի հասկացվի, ես ոչ մի բան չունեմ, դեմ չեմ, ասենք քրիստոնեությանը որպես ինքս էլ այդ մշակույթի մուսուլման չեմ, յուդայական չեմ եւ այլ։ Բայց ես կարծում եմ, որ դպրոցում պիտի դա բացատրվի, դա պիտի ասվի, դա պիտի բոլոր երեխաները անցնեն, որովհետեւ շատ հաճախ ծնողները իրենք ունեն այդ խնդիրները եւ չեն հասկանում դա ինչ է։ Եվ ո՞նց է մեր հայ համայնքը, ո՞նց է վերաբերվում դրան։ Շատ տարբեր։ Կան ընտանիքներ, որոնք շատ խիստ են, որտեղ չեն հասկանում իրականում ինչ է ուսուցանվում, ինչ է դասավանդվում, շատ ավելի ծայրահեղական են, անցալում, բայց երբ որ դու մի քիչ ուսումնասիրում ես, դրա հնարավորությունը կա, դու կարող ես ուսումնասիրել եւ հասկանալ քո երեխայի հետ ինչի մասին են խոսելու, եւ երեխան միշտ, եթե անհարմարավետություն է զգում դասի ժամանակ, կարող է դասը բաց թողնել կամ ներկայանալ համապատասխան, բաժին։ Քիմիան, եթե ասենք բանա անհարմարավետություն ազգում չի կարա բաց թողնել, իսկ դա կարա բաց թողնել։ Դա կարող է բաց թողնել, որովհետև հոգեբանական դիսկոմֆորտ է երեխան զգում այս պարագայում։ Եթե երեխան հոգեբանական դիսկոմֆորտ է զգում այդ պարագայում, ուրեմն ընտանիքը առողջ չի։ Դա արդեն սիգնալ է։ Ուրեմն ընտանիքում մի բան են չի, ուրեմն ընտանիքում դրա մասին չի խոսվում, փակ թեմաներ կան, նա չի կարում հասկանա հագին բան, արդյոք դա սիգնալ չի հենց հոգեբանների համար։ Սկսենք նրանից, որ ցավոք այսօր երեխաները շատ բաների մասին ինֆորմացիան ստանում են ոչ թե ընտանիքից, ոչ թե դպրոցից, այլ այն անկառավարելի համացանցից, որը չարիք է միջև հատկապես 12-13 տարեկան երեխաների համար, եթե ծնողը չի վերահսկում, թե ինչ է իր երեխան ուսումնասիրում, ինչ է նայում, ինչ խաղեր է խաղում, որովհետև շատ հաճախ այսօր ծնողները երեխաների ձեռքը բռնած դիմում են հոգեբանի արդեն այն ժամանակ, երբ որ երեխան ունի լուրջ կախվածություններ եւ լուրջ հոգեբանական խնդիրներ, որովհետև այն ինֆորմացիան ինքը, որը ստանում է համացանցից, երբեմն չի համապատասխանում իր տարիքին, իր հոգեբանական առանձնահատկություններին եւ տարիքային առանձնահատկություններին եւ երեխան չի կարող դա մարսել ու ֆիլտրել։ Չի համապատասխանում որն է, եթե խոսքը ես հասկանում եմ պորնոգրաֆիայի մասին, դա ընդհանրապես գիտաֆանտաստիկ ժանրից է, բանի ռեալության հետ։ Խոսքը դրա մասին չէ։
խոսքը ոչ միայն, այսինքն դրա մասին է, հասարակ շատ պարզ ռոլիկները, շատ պարզ ինֆորմացիոն դաշտը, շատ պարզ տարբեր տիպի վիդեոներ, դրանք կարող են վախ պարունակող լինել, անհասկանալի հարաբերություններ պարունակող լինեն, երեխայի մոտ առաջացնի շատ հարցեր, որոնց պատասխանը ինքը չի կարողանում տա։ Եվ դրա համար այսօր համացանցը, ինչքան որ օգուտ է տալիս, ինչքան որ դրական է ազդում, նույնքան կարող է նաև կործանարար լինել երեխայի դաստիարակության, երեխայի հոգեկան առողջության ձևավորման վրա։ Դրա համար ես հորդորում եմ բոլոր ծնողներին անպայման ուշի ուշով հետևեն, որովհետև այդ բռնությունը, որը շատ հաճախ երեխան նաև տարածում է դպրոցում, դա ոչ միայն կախված է ընտանեկան հարաբերություններից, այն բռնությունից, որ ինքը տեսնում է, այլ նրանից, թե ինքը ինչ է խաղում, ինչ է նայում եւ ինչ է ուսումնասիրում իր հեռախոսով այն ժամանակ, երբ որ ծնողների վերահսկողությունից դուրս է եւ ծնողները տեղյակ չեն դրա մասին, երեխան ինչ է անում։ Եվ ինչպես դա հասկել ծնողները գործի են, երեխան դպրոցից եկավ տուն մտավ iPad-ի մեջ է։ Շատ կան տարբեր վերահսկողության ձևեր, որը շատ դժվար է, երբ որ ես այդ նույնը ասում եմ իմ ծնողներին, դե գիտեք, ես միշտ զբաղված եմ եւ այլն, պետք է նախ առաջինը ուսումնասիրել, երբ որ դու եկար տուն գործից հոգնած, հա, վերցնում ես երեխայի հեռախոսը եւ գոնե ուսումնասիրում ես, ինչ է երեխան նայել։ Կան շատ տարբեր ծրագրեր, որոնք որոշակի սահմանափակումներ են մտցնում, թե երեխան ինչքան ժամ կարող է օգտագործել այդ գadgetները եւ ինչ կարող է դիտել դրանցում։ Սա շատ, գիտեք, ես շատ ավելի մոտ եմ կոնսերվատիվ գաղափարներին ու գաղափարախոսությանը, քան ազատադիմական, որովհետև մենք մեր ազգը հատկապես, երբ որ ընկալում է, երբ որ փորձում է վերցնել, հա, ազատությունը, հարաբերություններում ազատությունը, ինքնադրսևորման տարբեր ձևերը, դա հասնում է ծայրահեղության։ Ինչու՞։ Որովհետև դա մեր ազգին շատ բնորոշ գիծ է եւ այն է, որ անցումը շատ արագ է լինում։ Այսինքն մարդիկ, որոնք ապրել են, չգիտեմ, հետադիմական, հա, հայացքներով շատ ու միանգամից ուզում են այս ինտերնետային համացանցային ազատությունից, մենք տեսնում ենք այնպիսի տհաճ, այնպիսի սարսափելի բաներ, որ ես ինքս երբեմն տեսնում եմ ինչեր են անում Հայաստանում։ Հենց հայ երիտասարդությունը ինձ համար դա շատ ցավալի է։ Շատ ողբերգական։ Կամ դեպ պատմել, ասենք, ինչ YouTube-ով օրինակ տարբեր ռոլիկներ, թե երիտասարդներ շփման ձևը, հասարակ, խոսքի կնոջ օրինակ խոսելու ձևը, ինքնադրսևորման ձևը, կարծում եմ, որ դա չպիտի լինի այն օրինակը, որով մեր հասարակությունը պետք է դաստիարակվի եւ զարգացվի։ Էլի եմ ասում, Ամերիկայում, Ռուսաստանում, չգիտեմ, ուրիշ երկրներում, որոնք շատ մեծ են, շատ բազմազգ են, հա, այնտեղ այդ վտանգը այնքան չէ, ինչքան Հայաստանի նման փոքր երկրում։ Դա կործանարար է, դա սարսափելի է եւ շատ ավելի լավ է լինել, նո այս պարագայում ծայրահեղություն եմ իհարկե ասում, ունենալ ամուր ընտանեկան արժեքներ։ Մենք ապրում ենք այսօր դեգրադացվող հասարակությունում, որտեղ անկիրթ մարդիկ չեմ ընդհանրացնում, բայց շատ անկիրթ մարդիկ վերցնում են ինֆորմացիա, վերցնում են այդ ազատությունը եւ չիմանալով դա ոնց օգտագործել, օգտագործում են շատ սարսափելի, սոցիալապես անհանդուրժելի, անընդունելի ձևերով։ Քանդվում են ընտանիքներ, խաթարվում են երեխայի հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը եւ ինչի, որովհետեւ մենք ազատություն ենք ստանում, բայց չգիտենք այդ ազատության հետ ոնց վարվել։ Չենք կարողանում ֆիլտրել այն ինֆորմացիան, որը կարելի է, որը ընդունելի է, որը նորմալ է եւ այն ինֆորմացիան, որը բացի վնասից օգուտ չի տալիս ոչ մի առումով։ Գիտեք, շատ դժվար է այդ արժեքների մասին, որ խոսում ես, մեր ունեցած արժեքները, իմ սերունդի իհարկե դեզանից ավելի է, բայց դա ես համարում եմ, որ 80-ականներին, 90-ականներին եւ 60-ականներին գրեթե չեն տարբերվում։ Այդ հիմա է սետալու ամեն տարի։ Շատ դժվար է, որովհետև մի անգամ երեխային ասեցինք, որ եթե դպրոցում լավ սովորես, եթե բան, կունենաս փող, կունենաս, չգիտեմ, յախտաներ եւ այլն, կլինես շատ բարեկեցիկ կյանքով կապրես, հա, բացվեն դու մաման վատ եք հա սովորե։ Հասկանում եք, այսինքն այդ օրինակը բերեցին դրա վրա, որ ասում եք, այ պետք է
այդ օրինակները, բաները, այդ հիմա մենք ասենք տենց շեղված են այդ բոլոր արժեքները հիմա շատ դժվար շատերը դժվար է մտցնել ինչ որ մի եթե առաջ շատ པարզ էր ամեն ինչը որ սա կինն է սա տղամարդ է սա լավ է սա վատ է հիմա երեխան պիտի ամեն ինչ գրեթե այն բազիսը պետք է իսկապես ստանա ընտանիքից բայց եթե ընտանիքը արդեն առողջ չի իսկ եկեք մենք ընդունենք որ մեր ընտանիքների զգալի մասը առողջ չի որովհետև չկան առողջ չէ եւ կրթված չէ այո կիրթ չի հասկանում եթե իմ ծնողները թեպետ կրթություն ունեին մի քանի ինստիտուտ ավարտած բայց որոշ հարցերում ասենք կիրթ չէին որովհետև դա չուներ ինֆորմացիա ես դա գոնե ստանում էի դպրոցից գրքերից եւ այլն հիմա այդ դպրոց գիրք բար པարզ չի որ գիրքը կարդաս որ դպրոցը գնաս ինչ բան նայես YouTube-ով եւ պիտի սա ընտանիքից ստանաս ընտանիքի հետ աշխատելու այդ ինստիտուտը մենք ունենք թե չէ տեսեք իրավիճակը 2000-ականներին սկզբում եւ հիմա կարծում եմ տարբեր է Ես գիտեմ, որ այսօր Հայաստանում էլ կան շատ կանանց իրավունքների պաշտպանության կենտրոններ, սոցիալական աջակցության կենտրոններ, այսինքն աշխատանք արվում է եւ պատկերը նույնը չէ, ինչ որ կար, միանշանակ դա։ Այսօր կանայք ավելի տեղեկացված են, ավելի լավ գիտեն իրենց իրավունքների մասին, այսինքն ասել թե աշխատանք չի տարվում կամ փոփոխություն չկա, դա սխալ կլինի։ Կա, միգուցե բավարար չէ։ Միգուցե պետք է էլ ավելի շատ աշխատել, միգուցե հոգեբանի ինստիտուտը պետք է մտնի դպրոց, ընտանիք։ Գիտեք, այդ կանանց պաշտպանության այդ սոցիալական ինստիտուտները, բան դա չունի հիմք, ասեմ ինչու։ Չեմ ուզում քաղաքականացնեմ, բայց երբ որ պաշտոնյան, ասենք, համարում որ պիտի հեծանիվ քշի եւ բոլորը պիտի այսուհետ նստեն հեծանիվ եւ քշեն, ստե ուզում ես ասես, իսկ դու հեծանիվի մա ճանապարհներ ունես։ Ու դա փուչիկ է։ Իսկ դու հեծանիվի համար կանոններ, այդ ամբողջ ատմոսֆերան ունես, որ ուզում ես սաղս հեծանիվ քշենք։ Բարձրաբար չունես, այսինքն դա հավայի խոսակցություն է այդ հեծանիվ քշելը։ Նույնն դա է։ Կինը գնաց պաշտպանվելու գնաց չոր դուրս այդ ասած մարդուց ծեցում է իսկ դու ունես այդ հնարավորությունը այդ կնոջ հետո ապահով ես աշխատանքով տնով տեղով բան եւ այլն որպեսզի կողքը ժանդարմ կայնի չգիտեմ որ ասենք ամուսինը չգտնի եւ մի այնպիսի մի ատմոսֆերա ստեղծես որ մտնոլորտ ստեղծես որ հասարակությունը չթքի այդ կնոջ երեսին եւ հասկանում եք այսինքն միգուցե այստեղ կամ արտասահմանում այդ մեխանիզմները կան եւ կինը երբ որ գնաց դուրս ծեցեց ասենց ես վատ եմ իրեն այդ բացի հոգեբանական որ ձեզ նման լավ հոգեբան կա նստիացի որ աղջիկ ջան գիտես դու լիք բաներ ունես բայց այդ վերջը գնալու է տուն կամ վերջը գնալու է աշխատանքի ու ասեն արես ամուսնու վրա գործ ատվել այ դա մենք չունենք Հասկացաք ինչի մասին եմ ասում։ Հասկանում եմ ինչի մասին եք խոսում, բայց միանգամից ոչինչ չի ստեղծվում ու կառուցվում։ Այդ ամեն ինչի համար պետք է ժամանակ։ Անգամին, գիտեմ, ասել եմ։ Այդ ամեն ինչի համար պետք է ժամանակ, պետք են հստակ օրենսդրական կարգավորումներ, ես չգիտեմ կա Հայաստանում այդ օրենքը թե ոչ եւ ինչքանով է դա գործում, այսինքն տարբեր բաներ են։ Ամերիկայում կան հստակ օրենսդրական կարգավորումներ, դրանք շատ հստակ գործում են եւ կինը գիտի որ յուրաքանչյուր պարագայում ինքը կարող է պաշտպանված լինել ոչ միայն խոսքով, այլ նաեւ իրավական տեսանկյունից, այլ նաեւ գործով։ Սա շատ կարեւոր է ապահով եւ պաշտպանված զգալու համար։ Իսկ հասարակությունը մի օրում չի փոխվում, ցավոք։ Հասարակական արժեքները, քանի դեռ մենք ապրում ենք հետսովետական, չէ՞։ Մենք բոլորս դաստիարակվել ենք սովետական, դուք հետո մենք հետսովետական, կիսաքանդված հասարակության մեջ, որտեղ արժեքները լրիվ քանդվում էին, հետո նորերն էին սկսում, միանգամից համեմատվել օրինակ 200 տարի պետություն ունեցող, ինչքան էլ ասում ենք, սրանք ջահել են, ինչ են հասկանում եւ այլն, բայց 200 տարի ինստիտուցիոնալ հզոր կառույցներով պետության հետ համեմատվելը փոքրինչ լուրջ չէ այս պարագայում։ Ես կարծում եմ, որ պետք է անցնի ժամանակ, պետք է դրա մասին շատ բարձրաձայնվի, մենք կործանված սերունդ ենք, հասկացա։ Չէ, չեմ կարող ասել, որտեվ ես համարում եմ, որ կրթության առումով, եթե խոսենք կրթությունից, դուք իմ ծնողները, մենք թերևս ստացել ենք երևի թե լավագույն կրթությունը, ինչը որ այսօր շատ բացակայում է մեր երեխաներին։
ինչ թերություններ կային, դրանք բոլորս գիտենք, հասկանում ենք, բայց կար գիտելիքի արժեք, կար մարդու արժեքը, կար հարգանքը, գիտենք ինչն է լավը, ինչ է վատը, ամենավտանգավորը դա լղոզված արժեքներով հասարակության մեջ ապրելն է, որտեղ հստակ չէ լավը, վատը, կինը, տղամարդը, երեխա, ծնող, ոչ մի հարաբերությունում, եթե չկա հստակ կանոններ, հա, սա շատ վտանգավոր է եւ շատ վախենալու է իրականում։ Այո։ Առաջ գոնե այդ կանոնները շատ հստակ էին։ Ասում էր կրոնը եւ դա լավ էր, հետո պիտի դա պետությունը վերցեր իր վրա։ Բնականաբար Հայաստանում դա մեկը չլի պետությունով զբաղվի։ Պարզա։ Ես ուզում ասեմ բուլ ձեր գործունեությանը։ Կարող եք ինձ ինչ դեպք ասել կամ պատմել, ասենք, քանի կինա եկե ձեզ մոտ ռեաբիլիտացիայի ձեզ դիմել եւ հետո այդ կնոջը ամուսինը հետո չի հետապնդել կամ հասարակությունը նույն համայնքը չի երես թեքել այդ կնոջից եւ ինքը հիմա բարեկեցիկ, ասենք տենց այո, ամուսինս ինձ ճնշել է, հիմա այս երեխեքից վերցնում առհայն ապրում ինձ համար։ Աշխատանքեր ունեմ ամեն ինչ ունեմ։ Բռնարարի հետ ապրելը եւ հետո բռնարարից ազատվելը դա շատ դժվար գործընթաց է եւ երբ որ կինը սկսում է այդ process-ը, ինքը պետք է գիտակցի, որ դա կարող է երկար եւ շարունակական բնույթ ունենալ, այսինքն բռնարարը կարող է շարունակել տերորի ենթարկել կնոջը, շարունակել որոշակիորեն, այստեղ շատ կարևոր է թե կինը ինչքանով է հաստատակամ, ինչքանով է լուրջ իր որոշումներում, ինչքանով է դիմում իրավական օգնության, որտեղ այստեղ կան օրենսդրական կարգավորումներ, որով ամուսինը որոշակի հեռավորության վրա անգամ չի կարող կնոջը մոտենալ։ Իսկ եթե մոտեցավ։ Իսկ եթե մոտեցավ, միանշանակ ինքը կարող է զանգել համապատասխան մարմինների եւ այդ տղամարդը կրի շատ լուրջ պատիժ։ Բայց կան կանայք, որոնք ամաչում են դիմել, չեն ուզում այդ հա շատ խորացնել, լրջացնել, որովհետեւ կա երեխաների գործոնը, որտեղ կա ընտանիքի գործոնը, չեմ կարծում, որ համայնքում վատ վերաբերմունք է լինում այդ կանանց նկատմամբ, որտեղ այստեղ կան շատ փոքր այսպիսի համայնքային կանանց միություններ, որոնք բավականին լավ աջակցություն են իրար ցուցաբերում, որը ինձ համար շատ ուրախալի է հետևել այդ ամեն ինչին, բայց ելի եմ կրկնում, այստեղ շատ ընտանիքներ ապրում են դեռևս նույն հայացքներով ու նույն վախերով, ինչը որ իրենք ունեն Հայաստանում կամ այն երկրներում, որտեղից իրենք եկել են։ Եվ սա պետք է փոխել, պետք է բարձրացնել իրազեկվածությունը կանանց, ինչ իրանք շատ հաճախ չգիտեն էլ, որ իրենք օրենքով պաշտպանված են։ Իրենք մտածում են, որ ինչ իրավիճակ որ կար Հայաստանում, որ պետք է դրա մասին լռել, այդ ամոթ էր, մեկը տանեն բռնեն, հետո բաց են թողելու, նորից վտանգ է, իսկ ինչ կլինի հետո եւ այլն։ Այստեղ այդ կարգավորումները կարծում եմ փոքրինչ ավելի հստակ եւ լավ ուղու վրա է։ Այո, կան շատ ընտանիքներ, որոնք ազատվում են բռնարարից, այսպես ասած, եւ կինը ոչ միանգամից, բայց ժամանակի ընթացքում կարողանում է կայանալ, կարողանում է ստեղծել իր ճանապարհը եւ լավ դաստիարակել ու մեծացնել իր երեխաներին։ Ամեն ինչի համար պետք է առաջին հերթին հաստատակամություն եւ որոշում։ Ոչ մի բան հեշտ չի լինում։ Ոչ ընտանիք ստեղծելն է հեշտ, ոչ ազատվելը, հատկապես եթե կինը երկար տարիներ ապրում է զոհի կարգավիճակում։ Զոհի կարգավիճակից դուրս գալ եւ դառնալ ինքնուրույն սուբյեկտ, որը կարող է որոշումներ կայացնել, հա, պատասխանատվություն կրել իր հետագա կյանքի, իր երեխաների կյանքի համար, շատ բարդ է։ Հոգեբանական լուրջ աշխատանք է տարվում այդ կնոջ հետ, զոհի կարգավիճակից դուրս գալու եւ ինքնուրույն կյանք մտնելու համար։ Ինչի էլի գալիս են ընտանիքներից, որտեվ այդ աղջկան սովորացրել են, որ եթե դու գնում ես ամուսնանում, ես աղջիկ ջան, կապ չունի քո գլխին ինչ են անելու, հանկարծ հետադարձ ճանապարհի մասին չմտածես, որտեվ դա շատ ամոթ է, քո մորքուրը, հորքուրը, հարևանները ինչ կխոսեն դրա մասին։ Երբ որ աղջիկը գիտի, որ ինքը հետ է գալիս եւ ունի ապահով ամուր մեջք, իսկ ամուր մեջքը դա իրավական կարգավորումը չի, դա ընկերուհին չի, դա իր ընտանիքն է։ Ինքը գիտի, որ ինքը ապահով է, ինքը հետ կարող է գնալ եւ ոչ թե ստանալ քննադատություն, ոչ թե ստանալ չհասկացվածություն, այլ ստանալ իրականում ջերմություն եւ օգնություն։ Էլի գալիս ենք ընտանիքին, որտեղ ենք մենք ծնվում, որտեղ ենք մեծանում ու դաստիարակվում։ Իսկ եթե
կինը ունի շատ մեծ կախվածություն ֆինանսական, այդպես էլ կա։ Միգուս ամեն ինչ ֆինանսից է գալիս։ Հա, դուրսը չի ապրելու։ Որովհետև բռնարարի հենց ամենակարևոր գործիքը շատ հաճախ տնտեսական կախվածությունն է։ Այդպիսի մարդիկ շատ հաճախ թույլ չեն տալիս, որ իրենց կինը աշխատի ամուսնության օրվանից, նրանք ամբողջ ֆինանսական բեռը վերցնում են իրենց վրա համարելով, որ դե դու տանը նստում ես, դու ինչ ես անում, որ ես եմ աշխատում, ես եմ քեզ ապահովում, դու առանց ինձ ոչ մի բան ես, ինչ են անում, նվաստացնում են կնոջ, գցում են կնոջ ինքնագնահատականը, ասում են, որ դու ոչինչ ես առանց ինձ, դու երբեք չես կարող ոչ աշխատանք գտնել, ոչ է, բայց Ամերիկայի նման երկրում հատկապես հնարավորությունները այնքան շատ են եւ այնքան բազմազան են, որ եթե կինը ունի, ես դրա համար եմ միշտ կրկնում իմ այցելուների նույնպես, ամենակարևոր փուլը դա որոշման կայացումն է։ Մնացած բոլոր դժվարությունները հավատացնում եմ ձեզ հաղթահարելի են։ Կինը երբ որ ազատվում է հոգեբանական կախվածությունից, ամուսնուց, որ ես ոչինչ եմ, ես մենակով ոչինչ չեմ կարող անել, մնացած բոլոր հարցերը իրավական, տնտեսական, դրանք լուծելի հարցեր են։ Անլուծելի հարց չկա, անդառնալի է խաթարված հոգեկան անձի, որը հետագայում բերում է այնպիսի լուրջ հոգեկան սոմատիկ խնդիրների, որոնք երկարատև անգամ բուժման արդյունքում հետ վերադարձնել դառնում է շատ դժվար։ Դրա համար ճիշտ ժամանակին օգնության դիմելը եւ կանխարգելիչ միջոցառումների դիմելը շատ կարևոր է անդառնալի հետևանքներից խուսափելու համար։ Խոսեցիք սոմատիկ գերեվների մասին, միստիկաների դուրը չեմ ընկնում եւ բնականաբար մասնակից չեմ, բայց լսել եմ այդպիսի բան, որ կնոջ կանած քաղցկեղների մեծ մասը լինում է այն կանանց մոտ, ովքեր որ նեղացած են կամ հա, ովքեր նեղացած են իրենց տղամարդուց, ու տարբեր պատճառներով։ Այո։ Կա, ասում են կա այդպիսի բան, հիմա չգիտեմ, մասնագիտորեն իհարկե բան չեմ կարող ասել, բայց որը սոմատիկ երևույթներ անպայման չի, ինքը չգիտեմ, կուրանա, Աստված ոչ անի, հա։ Այլ հենց դա է այսօր պատճառը կնոջ, ասենք այդ կանանց հիվանդությունների։ Իրեք ինձ թվում է, եթե ընտանիքում բացատրվի, որ տղամարդը բանող եզ չի միայն, որը որ պիտի անպայման բանի եւ բերի ուտելիք տուն, որ այդ դարը արդեն անցել է, քարանձավներում չեն կապրում եւ ոչ մի ամոթ բան չկա, երբ որ կինը մի քիչ էլ քեզանից շատ է վաստակում։ Ես կարծում եմ այդ խնդիրը կսկսվի լուծվել, բայց դա դաստիարակելի դպրոցում եւ ընտանիքում դաստիարակվելու էլի խնդիրն է, որովհետև ես գիտեմ ընտանիքներ, որոնք որ հենց կինը սկսում է մի քիչ ավելի շատ վաստակել, դա պրոբլեմ։ Ոնց թե դու ինձան շատ ես ստանում։ Հա հետո հիմա երեք դու ես շատ ստանում, ինքն է շատ ստանում։ Ինչ խնդիր կա տեղ։ Դա պիտի մեր տղամարդկանց ուղեղի մեջ մտցնել, որ շատ ստանալը, շատ վաստակելը, դա քո անձին չպետք է նեղացնի, այլ բաներ կան ավելի կարևոր, քան թե վաստակելը։ Դա մի նուրբ ինչ-որ տես մի բան է, ես էլ եմ տղամարդ, ես էլ անցել եմ այդ փուլերը եւ այլն արդեն սա անցել եմ, մնացել է արդեն գնամ աշխարհից։ Էլ նոր բան չի սպասում, էլի կոպիտ ասած։ Եվ ես գիտեմ դա ինչա, որովհետև դա եկել է էլի մեր կարծատի, որ պապան կալոնդով փողը բերում է, վերջ։ Դպրոցից էլ է դա ախր գալիս, որովհետև եթե դու ընտանիքում այդ դաստիարակությունը չես ստացել, այդ սեռական դաստիարակությունը, որ ասում են գոտկատեղից ներքևի խնդիրները չեն, դա ամենավերջինն է։ Մեր բարոյականությունը սեռական, այլ սեռադերային դաստիարակության մասին է։ Բառը մեզ համար էլի, դրա համար ասում սեռական։ Այո, դրանք տարբեր բաներ են մի քիչ, որովհետև դա սոցիալական դերի մասին է։ Այդ տղամարդու սոցիալական դերը ո՞րն է, որովհետև մենք փոքրուց մեր տղաներին սովորեցնում ենք, որ քո միակ դերը այս կյանքում շատ փող աշխատելն է եւ լինել ուժեղ կայացած, եւ քո ուժեղ լինելու գրավականը, թե դու ինչքան ես փող աշխատում։ Այստեղ կա մի փոքր նրբություն, արտասահմանում, դրսում, բոլոր ընտանիքներում, երբ որ մարդիկ երկուսն էլ աշխատում են, երկուսն էլ գնում են աշխատանքի գալիս են տուն,
նրանք հավասարաչափ կիսում են բոլոր պարտականությունները։ Այստեղ կնոջ մոտ նյարդային խնդիրներ, անբավարարություն առաջանում է նրանից, որ շատ հաճախ տղամարդը ոչ միայն չի վաստակում, այլ նաև որևէ կերպ չի փորձում քչացնել կնոջ հոգսը։ Տղամարդը համարում է, որ ես այո, բոլորի մասին չէ խոսքը բնականաբար, հա, մեծամասամբ, ինչպես են մեզ դաստիարակել, որ տղամարդը ամոթ է, որ կնոջը օգնի, տղամարդը ամոթ է, որ իր շորերը հավաքի, հավատացնում եմ ձեզ շատ են այդպիսի ընտանիքներ, այդ խնդիրները շատ են։ Կինը գերհոգնած գալիս է աշխատանքից, հերիք չի ավելի շատ փող է վաստակում, գալիս է տեսնում է տղամարդը ոչինչ չի անում, դեռ ինքը պետք է ճաշ պատրաստի, երեխաներին հետևի եւ բողոքը եւ մունաթն էլ տղամարդու տանի, բնականաբար խնդիրներ այստեղ կառաջանան։ Այ դուք ասացիք հերիք չի ավելի շատ է վաստակում, ձեզ մեջ խոսեց ոչ թե հոգեբան, այլ կինը։ Միանշանակ, որովհետև այստեղ նայեք, թեկուզ հոգեբանական տեսանկյունից, որովհետև տղամարդու ընկալումը կնոջը հենց այդպիսին է։ Այսինքն, տեսեք, հասարակությունը փոխվել է։ Դերերի դերաբաշխումներն էլ են փոխվել։ Այո, պետք է հավասար աշխատենք, կա ընտանիք, կա ընտանեկան բյուջե, այսօր փող աշխատելու քիչ ու շատով չի պայմանավորվում հարգանքը միմյանց նկատմամբ։ Էլի խոսքը գնում է հասուն հարաբերությունների մասին։ Եթե կինը հասուն է, ինքնաբավ է եւ ուղղված է, միտված է դեպի իր ընտանիքի բարօրությունը, հաստատ նա կփորձի ոչ թե անընդհատ մատնանշել տղամարդու այդ թուլությունը, այս պահին, այս իրավիճակում տեղ ունեցող խնդիրները, այլ կփորձի նրան բարձրացնել, նրան օգնել, որպեսզի այդ թունելից դուրս գա։ Այ ամենա ցավոտ թեմաներից մեկը, որ ինչ որ մեկ իրան գնահատված չի զգում տան մեջ։ Ես լսել եմ, էլի միգուցե դուք ինձ կուղեք, որ տղամարդուն անդադ պիտի ասես դու ինչ լավն ես, որ դու տաղանդավոր ես, որ դու թեկուսև քիչ ես վաստակում, բայց դու այնքան նուրբ եւ լավ մարդ ես, ու այնքան, վա, այս բաժակը դրեցի, ստե մալադիետ է, չլավ։ Դա շատ կարևոր բան է, այնպես ինչպես կնոջը ասել, որ դու ինձ սեքսուալ ես, ինձ սիրուն ես, որ ես ամեն վարքյանին սպասում, երբ եմ գալու տուն, որ մենք նստենք թեյ խմենք իրար հետ բանը։ Դա մեր ընտանիքներում կարծես թե դա անտեսվում է, որովհետեւ ամուսնացանը դե պարզ է էլի, ոչ, հա դե փողոց հավաք պետք է աշխատեիր, բա ինչ, լամպուշկեն դզեցի, հա բո մարդ չէի կանչել, որ լամպուշկեն սարքեիր, պարզ հա, որ դու պետք է անեիր։ Բայց դե այ հա բան, հո ես չպետք է անեի, այ քեզ բան։ Հա երեքին կերակրեցի, լավ է, ուղղակի բիգ աղա ես կերակրեի։ Այսինքն այդ իրար հետ խոսելու, իրար գնահատելու ինստիտուտներ չկա մեր մոտ։ Այդ ինչից է գալիս էլի, որովհետև մեր մամաները քանի անգամ են օրինակ լավ ու ջերմ խոսքեր ասում էր երեխաներին, քանի անգամ են գլուխը շոյում ասում տղա ջան, դու ինչ լավն ես, ինչ խելացի ես, ինչ ուժեղ ես, կապ չունի, որ դու այսօր 2 ես ստացել դպրոցում կամ քեզ լավ չես, բայց ես միևնույն է քեզ շատ սիրում եմ, գնահատում եմ։ Ամեն ինչը գալիս է իրականում ընտանիքից։ Ինչի՞ է տղամարդը շատ դրա կարիք ունենում։ Միշտ ունենում ես նա կարիքը, ինչ որ դու չես ստացել մանկության տարիներին։ Եվ այդ բացը ցավոք շատ դժվար է լցնել եւ գրեթե անհնար։ Պատկերացրեք, մենք շենք ենք կառուցում եւ սկսում ենք 3-րդ հարկից։ Ունեն այդ շենքը նույն ամրությունը, իհարկե ոչ։ Այն բացերը եւ կնոջ մասին է խոսքը եւ տղամարդու։ Այն բացերը, որը մենք ստանում ենք մանկության տարիքում, դաստիարակության, սիրո, հարգանքի պակասի արդյունքում, մենք միշտ դա դրսևորում ենք մեր ստեղծած արդեն ընտանիքում, մեր հարաբերություններում։ Այստեղ ամենակարևորը ոչ թե տղամարդու կամ կնոջ տեսակետն է, հա, տեսակետը առաջ տանելն է։ Այստեղ ամենակարևորը միասին դիալոգ ունենալը, երկխոսության գալը եւ միմյանց հարգելը, ամենակարևորը։ Եթե չկա հարգանք ընտանիքում, եթե մենք մեր հարաբերությունները միայն շուկայական են, այսինքն ես քեզնից ինչ ստացա, դու ինձնից ինչ պիտի ստանաս, այլ կա մարդ, կին տղամարդ, հարգանքի, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ, այդ բոլոր վայրիվերումները, որոնք կյանքի ընթացքում միշտ լինում են ու լինելու են, շատ ավելի հեշտ կարելի է տանել։ Ուղղակի այստեղ կա մի քիչ էլի ծայրահեղությունը, թե տղամարդը կնոջը ինչպես է ընկալում եւ կինը տղամարդուն ինչպես է ընկալում։ Ընկալում է ինչպես եւ ինչի համար։ Երբ որ այդ հարցերի պատասխանը իրեն կարողանում են տալ, այ ես ամուսնացել եմ տղամարդու հետ, ինչի համար։
որպիսի նա ինձ ապահովի, որպիսի նա դառնա իմ երեխաների հայրը, որպիսի ես լավ կյանքով ապրեմ, թե ունենամ սիրող, հարգող կողակից, որի հետ կշարունակեմ անցնել իմ կյանքի ճանապարհը։ Էլի սպասելիքների խնդիր է։ Եթե մենք ամուսնացնում ենք մեր աղջկան, ասում ենք՝ մի հատ լավ տեղ ընկնես ամուսնանաս, որ քեզ լավ պահեն, բնականաբար, երբ որ տղամարդը դադարում է իրան լավ պահել, շարժառիթ ամուսնության կորում է։ Եվ նույնը հակառակը, երբ որ ասում են մենք քեզ ամուսնացնում ենք, որտեվ այդ աղջիկը շատ լավ ծառայող աղջիկ է, քեզ կուտացնի, կխմացնի, շորերդ կլվանա եւ այլն, մենք ծառայող ենք ընդունում։ Եվ երբ որ այդ կինը դադարում է լինել ծառայող կամ փորձում է բարձրաձայնել, որ հլո, ես ստեղ եմ, ես մարդ եմ, ես ունեմ իմ պահանջմունքները, առաջանում է էլի խնդիր։ Ոնց թե։ Եվ վերջում ուղղակի անոնսի վերջաբանի համար շորը լվանում է լվացքի մեքենան, ամաններն լվանում ամանների այդ բանը դիշվոշ ոնց է կոչում, չգիտեմ, ամանների լվացքի մեքենան։ Կանայք հղիանում են արդեն դոնորների եւ սուրագատ մայրերի, չգիտեմ, էսի ինչերի բանի համար։ Տղամարդը իր սեքսուալ խնդիրները կարող է լուծել հազար ու մի ձևով, ասենք, կա լեգալ, անլեգալ ձևերով եւ այլն։ Վերջապես հասկացեք ինչի համար եք ընտանիք ստեղծում, որովհետեւ այն ինչի համար ստեղծում են մեր տատները, պապիները, բարձա։ Երեխեք ունենում են, որ դաշտում աշխատեն եւ ինչքան շատ այնքան լավ 10 երեխա են բերում, որից 20-ը մեռնում էր, ճամփին ասենք, հա, բայց 10-ը մնում էին, որպեսզի դաշտը սկսեն բանանեն, այգին մշակեն։ Երեխա ինչի համար եք երեխա ունենում, ձեր ազգանունը շարունակելու, ասեն, որ ձեր ազգանունը որ չլի, ոչ մի բան չի փոխվի, ասենք, բացարձակ, ասենք, աշխարհում դեռավերին 7 միլիարդ ենք արդեն, ասենք, եթե 2 միլիոն պակաս լինի, ոչ մի բան չի փոխվի գլոբալ։ Եթե ուղղակի բնատուրը սպես մայրական ինստինկտը, որ ուզում ես բերես, դա պետք է հասկանաս, ինչի տարբերվում ես, չէ, ասենք, կենթանական աշխարհից, ինչի համար ես բերում, մի բեր, կամ բեր, այնց։ Այսինքն, այդ ընտանիք ստեղծելու իմաստը փոխվել է, եւ երեխաներին մենք պետք է դա սովորեցնենք, որ չամուսնացած կինը դա սարսափելի չի։ Չամուսնած տղամարդ առավել եւս։ Սպառը։ Այդ խոսեցի որպես տղամարդ, հա։ Որ եթե դու գնում ես այդ քայլին, պիտի հասկանաս դա ինչի ես գնում։ Եթե դու շենք ես սարքում, պիտի ունենա պարկինգ, պիտի ունենա կանալիզացիա, պիտի ունենա ջուր, ջեռուցում եւ այլն եւ այլն։ Նույնն ընտանիքն է։ Դպրոցներում, ընտանիքներում պիտի սովորացնել դա, որովհետեւ ընտանիքի ինստիտուտը փոխել է իր իմաստը արդեն շատ վաղուց։ Եվ հիմա քանի գնում է, էլի փոխվում է։ Եթե մենք շարունակենք էլի տատիների, պապիների նման ապրել, որ կինը հավա, տղամարդը բան ու եզ, երեխեն էլ բանա, քո գարաժն է, ասենք, դու շենքն ես, երեխեն գարաժն է, այդ ընտանիքը իմաստ չունի այդ ընտանիքը, կլինի եւս մի հիվանդ, ասենք, երեխա, որ էլի ձեր նման հիվանդի նման կապրի։ Եթե վերջում ինչ ասելու բան ունեք, կամ անհամաձայնվեք հետս միգուցե։ Վերջում կուզենայի ուղղակի ավելացնել, որ շատ ցավալի է, որ մենք մեծացնում ենք երեխաներին որպես կիսատ մարդիկ, եւ մենք համարում ենք, որ այդ կիսատության զգացողությունը դու պետք է միայն կարող ես համալրել ամուսնանալով կամ ունենալով կողակից։ Երբ որ մարդը կիսատ չէ, այլ կայացած է, ինքնաբավ է եւ հասուն հոգեկան հասուն կարգավիճակում է մտնում ամուսնություն, այս մեր բոլոր ասած խնդիրներից մենք կարող ենք խուսափել։ Դու պետք չէ որ ունենաս մեկը, որ քեզ լիարժեք զգաս։ Դու պետք է լիարժեք լինես արդեն, որպեսզի կիսես ուղակի քո կյանքի ճանապարհը քո կողակցի հետ։ Այդ կիսատության գաղափարը, երբ որ մենք հանենք մեր աղջիկների, մեր տղաների մեջ եւ հասկանանք, որ մենք մեզանով մենակ կարող ենք երջանիկ լինել, կարող ենք ինքնաբավ լինել, այս բոլոր խնդիրները եւ նպատակ ամուսնության միանշանակ կփոխվի։ Եվ մյուսը մենք շատ կարեւոր է միջև չկրթենք մեր մայրերին եւ ճիշտ փորձենք ճիշտ ուղղությամբ մեծացնել մեր տղաներին եւ աղջիկներին, մենք չենք կարող խոսել առողջ հասարակության կամ առողջ ընտանիքի մասին, հասկանում եք։ Երբ որ մենք սովորեցնում ենք մեր տղաներին, որ կնոջը պետք է հարգել, կնոջը պետք է օգնել եւ հակառակը նույնը սովորեցնում ենք կանանց, բայց սովորեցնում ենք նաեւ որ առաջին աղջիկ ջան պետք է հարգես ինքդ քեզ, քո սահմանները, քո պահանջմունքները, ցանկությունները
Նույնը տղամարդու մասին է։ Արդեն ընտանիքի ստեղծման գաղափարը լրիվ փոխվում է։ Ասես մի բան կա, չէ՞, մարդ որ ինքն իրան չի հարգում, ինքը չի կարող ուրիշին հարգել։ Որտեվ չգիտի հարգանքը։ Մարդ եթե ինքն չի Հարգանքը սիրում։ սկսվում է ինքնասիրությունից եւ ինքնահարգանքից։ Դրա համար եմ ասում, եթե երեխան սիրված չէ, ինքը չգիտի սիրել։ Եթե ընտանիքում այդ երեխային մենակ ծեծել են, ֆիզիկական բռնություն է, հոգեբանական բռնություն է եղել, իրեն չեն սովորեցնել ինքդ քեզ սիրել եւ հարգել, ինքը չի կարող լավ ամուսին լինել, լավ հայր կամ նույն աղջկան։ Կամ եթե երեխային միայն սիրուն հագցրել եւ բթել են, չի նշանակում որ իրեն սիրել են, որ իրեն սիրել են կամ ինքը իրեն սիրված է զգացել։ Այս թեման կարելի է անverջ խոսել, ի վերջո, եւ մի կարծատիպ էլ կա, չի ասում իմ կեսը, քո կեսը չի, կեսը ունի միայն չեմ ուզում մարմնի որոշ մասերը գոտկատեղից ներքև ունի երկու կես։ Մարդը չի կարող կիսատ լինի, մարդը պետք է լինի մարդ։ Այո, մենք պետք է հասկանանք, որ ամբողջական ենք մենք արդեն ծնվում եւ այդ ամբողջականության մեջ պետք է ընտանիք կազմել, այլ ոչ թե լրացնելու մեր կիսատ մնացած կամ պահանջմունքները կամ թերությունները, այսպես ասած։ Շնորհակալություն, դուք մի մոռացեք, մի լազեք, այ հենց հիմա լայքի կոճակը, այ ապրես, արեցիր, գրանցվեք նաեւ ալիքին, ինչ ասեմ, հետևեք մեր եթերներին, կարծում եմ թե ինչ որ օգուտ կտա կոմենտներ արեք, եթե ինչ-որ բան ձեր դուրը չեկավ կամ ինչ-որ թեմայից որ կուզեիք խոսենք, ելի կխոսենք։ Ինչն է շատ ասում խոսացող գլուխները էկրանին։ Շնորհակալություն, հանդիպենք։